Դուք ինչ եք կարծում Փաշինյանի հրահանգը, որ մյուս քաղաքացիների տված քվեները Փաշինյանի հրահանգը, որ մյուս քաղաքացիների տված քվեները օրգանիկ չեն եւ միայն իրենց քվեներն են օրգանիկ, դեր կխաղա այսօրվա եւ հետագա գործընթացների վրա։ Ես նախարարչարկում եմ ձևակերպումների հարցում լինել մի փոքր զգուշ եւ տորեկ։ Ինչու ինչ կպատահի, որովհետեւ ոչինչ չի պատահի։ Պարզապես ես առաջարկում եմ, համենայն դեպս եթե դուք ահաբեկվում եք իմ խոսքից, ես կարծում եմ խնդիրը ինձ մեջ չէ։ Համանդրական դատարանի բակում ենք։ Ցանկացած տեղ կարող ենք լինել եւ ազատ խոսքը Հայաստանի Հանրապետությունում երբևէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսել է այն մասին, որ ընդդիմությանը տրված քվեները օրգանիկ չեն, նաեւ տոկոսը հնչեցրել եւ այդ մասին նաեւ հանրության լայն շրջանակների ընկալումն է պայմանավորված ընտրակաշառքների այն ծավալուն դեպքերով, որոնց մասին որ հակակոռուպցիոն կոմիտեն խոսել է եւ այսօր Սահմանադրական դատարանում 258 դեպք չէ, ներողություն, 258 մեղադրյալ դեպքերը խոսքը դեպքի մասին չէ, խնդրում եմ ուշադրիր հետևել հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը եւ նաեւ դուք ինձ հարց եք տվել եւ եթե միջև վերջ թույլ տաք պատասխանեմ, գուցե ձեզ մոտ հարցեր նոր չառաջանան եւ մենք ոչ թե երկխոսենք, այլ ձեր հարցերին թույլ տաք պատասխանեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն թե իր հաղորդագրությունում, թե նաեւ տեղյակ եք, որ դիմել է Արդարադատության նախարարությանը ներկայացնելով բոլոր այն խնդիրները, որ իր կողմից դիտարկվել են, արձանագրվել են քարոզչության ընթացքում եւ առհասարակ նախագահի կողմից ընտրությունների հրամանագիրը ստորագրելուց եւ հրապարակելուց հետո։ Դրանք ներառել են ընտրակաշառքների դեպքեր, ենթադրյալ բարեգործության խախտման դեպքեր եւ այլն, եւ այդ մասին հակակոռուպցիոն կոմիտեն նաեւ այսօր լինելով համապատասխանող մանրամասն կներկայացնի Սահմանադրական դատարանում։ Եվ այս պայմաններում բնական է, որ նաեւ պետք է անդրադարձ լինի այդ արատավոր երևույթի, մասնավորապես ընտրակաշառքի այդուհանդերձ թույլ տվեք ավարտեմ խոսքս ազդեցությանը ընտրողի կամքի ազատ արտահայտման վրա եւ արդեն կտեսնենք թե Սահմանադրական դատարանի դիրքորոշումը որն է այդ հարցի վերաբերյալ։ Ամեն դեպքում այստեղ ճշգրտելու հարց կա, նայեք, ձեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերաբերյալ եւս հայտարարություններ եղան, կարծենք իրավական process էլ մեկնարկեց ականատես դիտորդի կողմից, Դանիել Հովհաննիսյանը այնտեղ խնդիրներ տեսավ Իմ քայլը հիմնադրամի հետ կապված եւ այլն։ Կարծեք բարեգործության արգելքը խախտելու հետ կապված եւ ինչու են այս բոլոր գործերը վերաբերվում միայն ընդդիմադիրներին, մենք չտեսանք մի գործ ժողովրդավար պետություն մենք ապրում։ Հովհաննիսյանը քրեական գործի հարց բարձրացրել է Իմ քայլը հիմնադրամի հետ կապված։ Հիմա իրավական process-ները ինչու են մեկնարկել, բացառապես։ Հասնում քրեական գործի հարց բարձրացրել Դանիել Հովհաննիսյանը։ Դուք ասում եք բարեգործության արգելք։ Բարեգործության արգելքը քրեական օրենսգրքով նախատեսված դրույթ է։ Դանիել Հովհաննիսյանը նման այդ դրույթի խախտման հարց բարձրացրել է։ Ասում եմ այդ հարցի, այդ դրույթի խախտման հարց բարձրացրել է։ Հիմա իրավական այդ մանվածապատ խնդիրները չէ, որովհետև դուք պետք է մտնեք, որովհետև մենք խոսում ենք քրեական հանցագործության մասին, դուք խոսում եք Դանիել Հովհաննիսյանի կողմից դիտարկման մասին, որը որևէ կապ չուներ քրեական հանցագործության հետ։ Այլ բարակալիներ, քրեական գործ կհարուցվեր թե չէ, ըստ ձեզ։ Իսկ օրինակ Տաշիր հիմնադրամը, որը բարեգործական կազմակերպություն է եւ միշտ եղել, իր հետ կապված գործընթաց եղել է։ Այսինքն պետք է պարտադիր լիներ, բայց Տաշիրի աջակիցների որովհետև եթե մենք խոսում ենք բարեգործական կազմակերպության մասին, որը միշտ բարեգործական գործունեություն է իրականացրել, ինչպիսին Իմ քայլը հիմնադրամն է, այդտեղ պետք է տարբերենք, չէ՞։ Միշտ գործող բարեգործական կազմակերպությանը այն անձանցից, որոնք որ ծլել են ընտրությունների շրջանում եւ որոշել են զբաղվել բարեգործության դեպքում էլ իր կազմակերպությունը միշտ բարեգործությամբ էր զբաղվել, բայց չխնայեցին եւ մանկահասակ երեխայի պարագայում ինչ կապ ունի մանկահասակ երեխան։ Ձերբակալեցին։ Մանավանդ որ նշել եք, չէ՞, տենց ցնցվել եք այդ փաստից, որ մեջ, որովհետեւ դա առանձին ինդուլգենցիա է դա։ Ինդուլգենցիա չէ, բայց ենթադրում է, որ կնոջ նկատմամբ այո պետք է լինի այլ վերաբերմունք։ Եղել են այլ դեպքեր, բայց չի ունեցել բարեգործական կազմակերպություն, ինքը միշտ զբաղվել է բարեգործությամբ, այդ դեպքը
Ծանոթ չեմ Տիկին Ղումաշյանի գործունեությանը, ես չգիտեմ ինչ է։ Այդ հարցերով դիմեք հակոռուպցիոն կոմիտե։ Մեկ էլ նշում եք բազմահազար քաղաքացիների հանրային լայն շրջանակներ են ազդվել, չէ՞, ընտրակաշառքների փաստերից։ Սոցիոլոգիական հարցումներ ունեք, դուք ո՞նց եք էլի այդ նշում այդ լայն շրջանակը։ Չէ, դուք սոցիոլոգիական հարցումներ ունեք, որ ասում եք բազմաթիվ քաղաքացիներ եկել հիմա բողոքում են ՍԴ-ի որ 100,000-անակ։ Ասել է Փաշինյանն, ասել է մենակ մեր ձայն 100,000 որ քաղաքացիներ, ինչ է 200 մարդեր է հավաքված այստեղ։ 200 մարդ չէր այստեղ, շատ մարդիկ են, շատ մարդիկ են։ Չէ, կոնկրետ թիվ կասեք։ Իսկ քանի հազար։ 200, 300։ Քվեով են իրենք իրենց ձայնը տվել։ Քվեով տվել են հիմա դուք ասում եք, որ ձեր իշխանությունը փաստացի չի ունեցել 3/5-ով։ Դուք հիմա ոնց չի ունեցել։ 3/5-ով համանդրական մեծամասնություն ունեցել, 3/5-ով ունեցել է մեր իշխանությունը ունեցել է 730,000 ձայն, որը գրեթե 50,000-ով ավելի է, քան մենք ունեցել 2021 թվականին։ Փաշինյանին եւ նրա իշխանությանը։ Ժպիտ է առաջացնում անկեղծ նույնիսկ։ Նախ քաղաքագիտության կանոններին չգիտեմ ծանոթ եք թե ոչ, բայց ամբողջ աշխարհում ընտրությունները եւ ընտրությունների արդյունքները հաշվարկվում են նման ձևով։ Այսինքն շատ լավ ծանոթ եմ, բայց ընտրությունների արդյունքները չեն հիմա համենայն դեպս դուք որ ասում եք ունենալու մեջ, որովհետեւ այլ երկրներում ընտրակաշառք համատարած չի բաժանվում, դրա համար է Տիկին Ջուրհակյան եւ Տիկին Գալյան, իսկ իշխանության կողմից բարբերաբար ընդդիմության հասցեին հնչվող որակավորումները գործընկերներ պետք է բարձրանան արտենեստի, որովհետեւ նիստած են 15-ից իշխանության ասել էլի կներեք։ Ձեր հարցադրումներից ձեր 168 կետ է տպավորություն է ստեղծվում, որ դուք մեր երկրում չեք ապրում։ Հարցը, որ տալիս եք, ինչու են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է, պարզ չէ պատասխանը, որովհետև ընդդիմությունը համատարած ընտրակաշառք է բաժանում։ Համատարած, նախ 258 դեպքը, եթե դրանք այդքան են, մեր երկրի համար կարծում եմ բավարար չափով մեծ թիվ է, որ մենք խոսենք համատարած երևույթի մասին։ Երկրորդ, որ դուք ասում եք, որտեղից եք վերցնում, որ համատարած է, գալիս ենք իմ առաջին ասացին, դուք այս երկրում եք ապրում։ Այս երկրում եմ ապրում։ Բա որ այս երկրում եք ապրում, պետք է ուզենալ կապել աչքերը այնպես, որ չտեսնել, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվել։ Դե հիմա մենք սահմանադրական դատարանում ենք, տեսեք։ Որովհետև ընտրողը կարողացել է այդուհանդերձ իր կամքը արտահայտել եւ հաղթահարել այդ համատարած ընտրակաշառքների հետևանքները։ Որովհետև կա այն արդյունքը, որը որ այսօր կա ավելի մեծ կշիռ ունեցող աղաղակող ա եղել հարգելի 160 էմի լրագրող կարող է այստեղ լինել ֆակտորը կարող է ֆակտորներ կասել հարգելի ֆակտորը էմի լրագրող հիմա քանի որ դուք 160 ձեր միկրոֆոնի վրա գրված չէ բայց դուք շատ անկեղծ մի հարց էլ է ներողություն իսկ եւ որ հանրությունը անպայման իմանա եւ ասում եք ինչ եք վիճարկում այդ հարցը հիմա գտնվում է քրեական գործընթացների շրջանակներում եւ պետական ինստիտուտները իրենց գործը այդ առումով անում են հետեւաբար պետական ինստիտուտները շարունակել են առումով իրենց գործը անել եւ կլինի այն արդյունքը որը կլինի դատարանները ինչ կորոշեն ինչը հնարավոր գործընթաց եթե մենք վիճարկած լինենք արդեն տեսած կլինենք որ իրենց գործն անում են պետական ինստիտուտները մասնավորապես հատկապես մի հարց էլի Տիկին Գալյան իսկ իշխանության կողմից բարբերաբար ընդդիմության հասցեին հնչող թաթիկներ կտրելու ջախջախելու այս ինչպես կմեկնաբանեք մեկիշն է համատարած երկու առաջարկում ուսումնասիրել միջազգային պրակտիկաներից առումով եւ տեսնել թե ինչպես կարող է ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ քաղաքական իր համար հանգիստ տանել միջազգային պրակտիկան ընդունված է նման Կարծում եմ, այո, կարծում եմ վստահ եմ եւ դրան անդրադարձել են նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի ինչ շարք որոշումներ։ Օրինակ իրանց տան հանգիստ նստած էին, որոշեցին օրինակ իրանց գրպանից կամ փող դնեն, լավություն անեն քաղաքական ուժերից մեկին կամ մի քանիսին, որոնք մասնակցում են ընտրություններին, հա։ Տենց են եղել։ Կարող է եւս փուլում էլ։ Այսինքն այդ ցավի կտանող մարդը միշտ բարեգործություն անելուց ա եղել, կամ իր կնոջ ոսկեղենը տարել գրավադրել, փողով տարել մարդկանց լավությունն ա որոշել անի։ Թե այդուհանդերձ իրան ինչ-որ մեկը փող ա տվել։ Ո՞վ է այդ ինչ-որ մեկը։ Այդ փողին ինչ-որ մեկը փող տվել ա։ Եթե քաղաքացիական պայմանագրի տարբեր ներկայացուցիչների հեռախոսազանգեր լսեին, ըստ ձեզ ինչեր կլսեին։
ոչ մի հակաօրինական բան համենայն դեպս։ Ինչ գիտեք, որ չեն լսել, հենց հարցը դա է։ Ինչև է, խոսենք այն մասին։ Ես չգիտեմ, բայց ես վստահ եմ, որ դուք էլ չգիտեք։ Ես վստահ եմ, որ դուք էլ չգիտեք։ Ոչ, որովհետև երևույթը, որին որ մենք ականատես ենք եղել, տեղի է ունեցել ընդդիմության ջանքերով, այսպես ասած։ Ասում եք, ինչու ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որ անցնում է օրինակ ընտրակաշառքի գործով։ Գուցե չկա ընտրակաշառք բաժանը, վստահաբար չկա։ Թե չէ կլիներ, որովհետև այս իշխանության օրոք գործող պաշտոն զբաղեցնող անձինք զրկվել են իրենց պաշտոնից ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ պատիժ կրելու կամ կալանավորվել են։ Այսինքն սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում եւ սեփական թիմի ներկայացուցիչներին։ Ինչի մասին է խոսքը։ Չէ, ես արդեն իրոք հերիք է ցույց տալ, որ մենք ապրում ենք այլ իրականությունում։ Սա է մեր իրականությունը։ Սա մի իրականություն է, որտեղ ընդդիմությունը բաժանել է կաշառք, դրա վերաբերյալ կան բազմաթիվ պնդումներ, քրեական գործեր, կհաստատվեն դեպքերը, թե ոչ կերևա դատարանում եւ Տիկին Ջուլհակյանը հենց դա նկատի ուներ, որ մեր երկրում աշխատում են, գործում են ինստիտուտներ եւ մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինի հետևանքը։ Բայց բոլորը լսել են այն, ինչ լսել եք դուք, ինչ լսել եմ ես եւ պետք չէ այնպես ներկայացնել հարցը, որ ոչինչ տեղի չի ունեցել, այո։ Հավաստենք քաղաքացիներին, որ եղել են եւ դա կոնկրետ քրեական գործերին է վերաբերում։